Ձիաուժի 375 Կոմաց Ոյ հորը սորը Պրոբլեմ առաջացել Վայ հորը սորը Բարև ժողովուրդ ջան, դուք կրկին գտնում եք Անգրիակ YouTube-յան ալիքում եւ այսօր մենք ձեր համար պատրաստել ենք մի հատ բոմբ մեքենայի վիդեո Այսօր անելու ենք test drive, նույն ինքը obzor, մի հատ հրաշք մեքենա Թե ինչ մեքենա է, հիմա կտենաք Այս հրաշքով Դե բնականաբար մենակ չեմ նկարելու այս ավտոյի obzor-ը, իմ հետ լինելու է մեր ամբաժանը, հենա եկավ։ Եկել եմ, բարև ձեզ։ Պրիվետ, բրատոս։ Պրիվետ։ Կա։ Հələ մի քանի բան ասա ես մեր գազանի վրով։ Մա տեսքը հələ։ Ինչ ասեմ, ախպեր, որ ասված ոչանի խազես, սաղ կյանք պիտի բաղաբանես, ինչ ասեմ, հորսը։ Չէ, իրոք ինքը շատ սիրուն է, LED ֆարերով, էսի այն պակետն է հենց։ Դե քանի որ ախպեր, նայ, մի անգամից ուզում ես obzor անել, ժողովրդին սպասացնել չենք տալիս, ժողովուրդ ձեզնից մենակ մի հատ ակնկալիք ունենք, անպայման իջեք ձեր լայքերը դրեք ու բնականաբար բաժանորդագրվեք Անգրիակ ալիքին ու կարաք մի քիչ էլ ինձ լնեք։ Մեկ էլ Ջեքին, հա, այդ նկարողին հենա։ Այս արա ես քծիպություն չեմ անում, ես ասում եմ որ մեր օպերատորն էլ է էլի YouTube-ով զբաղվում իրան է բաժանորդագրվեք։ Ջեքի, դուր եմ ասում։ Կարաս մի հատ կամերան ցած ֆրցնես դու էլ երևաս։ Նե։ X6-ն է, այն պակետն է 25 թիվն է 385 ձիաուժ է։ Ինքը Շուգոշի բե։ կիսա հիբրիդ sense փոքր ակումուլյատոր ունի ինչ որ։ Հա։ Արա вообще մախբեր էս ավտոն գազան ավտո է։ Sense ասեմ, ես вообще BMW-ի մեջ շատ էի սիրում, sense ասեմ, որոշել էի կամ X6 կամ M8։ Դե M8 դե բնականաբար ինքը կոնկրետ M8-ը չէի ուզելու։ Ոբշե էլի 8-րդ սերիան, բայց հələ որ կամուկացի մեջ եմ, ինձ թվում է այս ավտոն քշելուց հետո կարողա որոշեմ կոնկրետ X6։ Մտափոխվես։ Հա, ես որոշել էի կամ 8-րդ սերիա կամ X6, որ մյուս մեքենաս արդեն առնեմ։ Հիմա այս ավտոն որ տենում եմ ախպեր։ Սիրտս X6 ազում։ Մետը կա է մուտքի obzor անենք սիրտը M8 ուզի։ Չեմ կարող ասեմ այդի։ Այդի դու պետք է անես։ Ես որպես կողից նայող, իր ջանին, իր բոյին, բան, ոբշեմ նայելով Կարող եմ ասեմ, որ իրանց ասում է ավելի սեդան էլի, ոչ թե բան ջիպ։ Օր էս էլ է սեդան էլի, օր всё։ Հա, բայց ինքը ոչ թե ջիպ է, հենց կոնկրետ, այլ սեդանոտ ինչ-որ վիճակները, պրոսեսը բարձրոտ էլի։ Դե պատմի ինգեր էլի ինչ կա անգեր, մեջ էլ է ասա։ Օր սրա մեջ ինչ չկա, ախպեր։ Սկսենք այդից։ Այն պակետն է հենա էմի զնակներով բան, ռուլը M, ինչ ասես կա ջոգեր, կարամ խոսքի սենց ճտացնես, խոսքի ինքը ավտոմատ պարկով կանի, բան։ Պրոսեսը հիմա որ ցես ճաղեր բան է դրած, կարող է տենց լավ չստացվի։ Խփենք խոսքի ճաղմաղ ջարդենք մի երկու։ Հետո էլ եմ ասում, սաղ կյանքդ աշխատես, ճիշտ է։ Աշխատենք դաժե։ Եթե Եթե ինգերդ ընկելա խոսքի մի բանի մեջ խոսքի դու ոնց կարող ես տենց անտարբեր անցնես։ Կյանքն է տենց։ Չգիտեք, չէ կողից էփեց, որ էսա։ Արա բայց ինքը Արա վերջն ախպեր էս ավտոն։ Սենց ասեմ, հիմա կոմենտներում կարաք մի հատ գրեք, ով է BMW սիրում ու ով է Mercedes սիրում, դա կոնկրետ իրար կոնկուրենտ մեքենաներ են, որ 50-50 է, էլի 50%-ը սիրում է BMW, 50%-ը սիրում է Mercedes, բայց ես իմ տեսանկյունը կասեմ։ Լավ էլի թարգի ինչ Ռոնալդո Մեսի։ Ես իմ տեսանկյունը կասեմ, այն կասեմ, որ BMW-ն ստեղծել են կոնկրետ քշողի համար, այսինքն ինքը կոմֆորտնի է քշողի համար, ամեն տեսակի ինքը կոմֆորտնի է։ Իսկ Mercedes-ը ստեղծել են կոնկրետ պասաժիրի համար, այսինքն խոսքի հետևի դուռը բացում նստում ես ընդ շամպայնով բանով, քշում են դու քո համար հետևը տենց լրվում ես ոբշեմ։ Իսկ BMW-ն կոնկրետ պետք է քշես, էլի զգաս խոսքի մեքենան։ Արի մի հատ մեջը հիմա ցույց տանք այս մեքենայի ու մի հատ քշենք, տենանք հələ вообще։ Հələ մի հատ զգա։ Ան ինչ էիք ասում Mercedes-ն է կոմֆորտ հորը սարել։ Դատուրը թե կոմֆորտ չի, ասենք ուղևորի համար BMW-ն։ Քշի ապեր, քշի 800 դրամով ես քշում կիլոմետրը։ Արա լավ չես։ Ռուսիչ կազան ավտո հորս։ Արա գիտես, չէ՞սի բան ունի։ Էմը միացնում ես լույսերը փոխվում է բան խոսքի։ LED լույսեր կա բան, հա, ման ժուգա։ Այդ X6-ն, դա։ Օրը լավ է, օրը։ Մենք միացնենք տենաս։ Դավայ։ Շատ, բայց արի մի հատ բան ասեմ, ժողովուրդ, կստացի, օրինակ Tesla-ի վիդեոն եթե տեսած ելնեք, Tesla-ի բանը հորը սարև ստեղ էր, ավարիոն կեր, նայեք ինչ ակուրատնի, սիրուն սա խավքած է, բայց Արա Tesla-ինը գիտես ոնց էր բանցելներ, այն ֆուրի շոֆերները որ միացեն սիգնալ ունեն, ասես իջնում են բոմ Tesla-ինը ստեղ է։ Արա նայես ինչ կա, ապես էլ ասա սոս։ Էսի բանն է։ Էսի իմ ավտոն էլ ունի։ Ինչա։ Էսի այս ավտոն, որը խոսքի Ամերիկայում է սլում, խոսքի չգիտեմ, մի հատ պրոբլեմ առաջացել, սխվում ես, միանգամից խոսքի լոկացիա գցում է, գալիս են խոսքի ավտո տևակոտորով հավքում տանում է խոսքը։ Լավ է, Հայաստանում չի աշխատում։ Չէ, Հայաստանում իմ իմանալով իմ տվյալներով Հայաստանում դեռ չի աշխատում։ Բայց ինչա։ Ֆլեշկա է ախպեր երևի։
Այն ֆլեշ կար, էդի ֆլեշ կա չի։ Բայց ի՞նչ է։ Ես չգիտեմ ինչ է ախպերը, շատ իմանամ ինչ է։ Էս ինչ է, որ ախպեր։ Կոնդիցիոները որ վերև էս տալի բան։ Օրո, օրը սորև։ Скорость ցույց տուր լես մեքենայի։ Կանի մատ вообще հեսա մատ խոտ տանք սենց։ Ահա։ Այ սենց։ Կամերաների մասին խոսք չկա, այնքան կամերա կա վրան էս ավտոյի։ Այ, ասում է որ դուրը բաց է։ Մեռավ ասելով։ 260 է գնում։ Հա իմիջալոց մաքուր M-ը, ժողովուրդ։ Մաքուր M-ը 330 է ինչ է վեթում։ Ու կոնկրետ սպիդոմետրի այդ արագության չափից կարակ իմանաք էլ ինքը մաքուր M-ն է թե M-ը չի, որովհետև կոնկրետ M-ի վրա այնքան են աշխատել, որ այն որ դաժե այն հին բոշկա BMW-ներն էլ իրանք բան են, ինչև 330 են եթում, այսինքն M-ը կոնկրետ ստեղծել է իր մաքսիմալ արագությունը 330։ Այս 260 է, բայց այս դրա համար ինձ թվում է 260-ը էդի մի հատ այսենց է։ Հիմա մի հատ այս ավտոյի կապոտը բացենք, մի հատ մոտորը ցույց տամ ձեզ։ Просто կապոտը ոնց է բացվում։ Տակը մի հատ ճտիկ կա սեղմի։ Ինքանա որ ասում եմ, կուրսի չեմ։ Հիմա մի հատ կապոտը բացենք, օպերատոր արի մի հատ նկարի։ Ինքը հեսա 25 թիվն է, 25-ի մայիսի արտադրանքը է։ Որ մոտորը ինչ մեծ է հորը սարը վնգեր։ Հիմա ասենց ասեմ ախպեր, մոտորի մեծությունը вообще կապ չունի իր ձիա ուժերի հետ, այնքան են կատարելագործել, որ ասենց ասեմ դրա դաժե սրա կոնդիցիոները առանձին հոսանքով է աշխատում ջոգին, ինքը հիմնականում մեքենաները հիմիկվա։ Սա որ մոտորի հետ է ջոգին, մոտորի ռեմենով է ինքը աշխատում, բայց սրանը կոնկրետ առանձին հոսանքով է աշխատում։ Բայց ոնց է մոտոր համ էլեկտրական։ Առանձին ակումուլյատորով է ինքը աշխատում։ Նայ, մեքենաները, այն որ կոնդիցիոները միացնում ես, իրանց քաշի վրա ազդում է, իսկ սրանը այնց են սարքել, այնց խելացի են սարքել, որ կոնդիցիոները միացնելուց ընդհանրապես քաշի վրա ոչ մի բան չես զգալու, այսինքն մոտորի վրա вообще նագրուսկա չի գնում։ Այդքանով խոսքի ռես ավտոն բոմբա։ Ինքը շատ ուժեղ է, հոսը։ Ապա բայց ինձ մեր երկու բան ասած նրանք որոնք են, ասի դա գիտեմ մոտորն է։ Էնի ջուր, ի՞նչն է։ Նույնպես բացատի։ Արա ջրի բաչոկն է։ Ջրի բաչոկն է։ Այս սրանք ինչեր են բա։ Ինչ է դա ամորտիզատորի բաներն ախպեր, չաշկեքն է։ Ստե ռադիատոր, հա։ Էսի ռադիատորն է, էսի դե կոնկրետ իր հովացման համակարգն է, ինքը ընթացքում երբ որ զգում է խոսքի ինքը մոզգ ունի ջոգիր առանձին։ Երբ որ զգում է խոսքի ջրերը տաքանում է, այս բաները բացվում է ավտոմատ։ Հա, որ ավելի հովանա։ Հա, բացվում ավելի է ինքը։ Հա, ջոգա, всё։ Թույն մտնում է, այն որ բագաժնիկը բացեմ սրա մեծությունը զգանք։ Տենասեսի ոտով բացվում է, ասենց։ Հա, լմետ փորձի։ Չէ, երևի, դա պետք է ծրագրավորեն, որ այդպես բացվի։ Ապա չէ, համոզելով է, հələ։ Տեսար, ասում եմ, համոզելով է։ Չէ, բագաժնիկն էլ է լավ, մեծ։ Որը լավ, ինքը հակը լմետ մտի մեջ է։ Ախպեր crossover-ի համար իր բագաժնիկը այն որ շատ մեծ է հավեսով, այն որ Արա ջեքին կարանք պահենք մեջ, հա? Ջեք չես տեղավորվի։ Չէ, վերջն է։ Շատ մեծ անգել է։ Ինչ անենք, մի հատ քշենք։ Հակել էլ կշվրանք տենենք։ Բանդաժները այն պակետ բանդաժներ է, հենա էմբլեմով։ Արեք մի հատ հեսա ֆարերը միացնեմ, այդ ֆարերն նկարի օպերատոր։ Քանի Ժորժ ջան ինքը ֆարերն է միացնում, դուք լիքը լայքեր դրեք, որ օրից մի օր հարստանա, սենց ավտո առնի, հետո իմ համար առնի, հետո էլ ձեր։ Հա, միացավ։ Հակել է մի հատ տորմուզ արա, տորմուզ։ Այս ավտոյի հետևը գիտեք ինչ հետևը, այն որ գնաց ճտտսնես մի հատ, ամեն սենց ավտոյից ելես մեծ ճտտսնես նոր ելնես։ Չէ հակ։ Արա չէ գազանա։ Այդ ճտտսնելու հետևը արի շատ լավն է, չէ, իրոք շատ լավն է։ Բայց վիխլեբ ստե ինչ կա անգերեսի, ոնց իմանանք։ Ինչն ես ուզում իմանաս, վիխլեբ ախպեր։ Հա, ինչ հա, օրինակ ձենը ախպեր չես ասում։ Ախպեր ինքը քանի որ կիսա էլեկտրական է։ Հա, իր ձենը կարող է պլյուս ինքը ճիշտ ասում։ Չես լսելու, այդ մռոցը չես լսելու, որովհետև ինքը հա ինքը էլի լավ էթում է, պլյուս 4 քաշող է ինքը, բայց այն սպորտային X6-ը չի էլի, որ կոնկրետ M-ը լի, sense գաստասում է, բրրր, sense չգիտեմ, sense հետևը շպրտի բան, այդ վիճակը չի այս ավտոյի մոտ։ Այս ավտոն համ արագությունը խոսքի կարաս վայելես, համ էլ այն սալիտնիությունը ոնց որ կարաս վայելես ջոգիրս մեքենայի։ Էսի կոնկրետ այդ տեսակն է։ Նայեք ժողովուրդ, իմ համար BMW-ն вообще ասոցացվում է հիմնականում մոտոր, ձեննդե, դրիֆտ բան, ու իմ համար անկեղծ եմ ասում, ավոր անսովոր է։ Էսի Mercedes-ը տա մի քիչ էլի։ Անսովոր է, որ ինքը էլեկտրական է ու ասենք ինքը ասում է ձեն կարա չի գա ջոյ, ես դրա համար sense չգիտեմ։ Չեմ կարող ասեմ, կարող է գալու։ Սպասի, կարող է հիմա հելում ենք, քշում ենք, նոր ինքը որտեվ ինչքանով որ ես տեղյակ եմ, ինքը ունի հատուկ բան, որ աբարոտից տուրբոն միանալուց նոր ինքը կարող է ձենը լսես այս մեքենայի։ Դրա համար հեսա նա քշենք, նոր դալշը կջոգենք։ Հելանք։ Գնացինք։
Ջե, կարի շուտ նստի։ Ախպեր ինչ այլ ես վրազում սենց։ Արա շուտ այդանք ասոբի ենք, արա։ Ասաբնյակի կռիվը սկսում է Ռադմիրի։ Լուրջ ես ասում, դե կշարագացրա այդանք։ Թե ինչ ասոբի մասին էր խոսքը, հիմա ես ձեզ ասեմ, այլ ջան, ուրեմն մենք խաղում ենք Radbir ԿՌՄՊ 7-րդ սերվերում, նույն ինքը հասել on-line-ը, որը որ կարող եք խաղալ թե համակարգչով, թե հեռախոսներով։ Ու այս խաղում կա 20 հատ սերվեր, մենք խաղում ենք 7-րդ սերվերում, գալիս եք 7-րդ սերվեր, անունի վերջում դնում եք Angry, գրում եք իմ hack promo կոդը ու միանում եք մեզ։ Ամեն օր անցկացնում ենք թե սթրիմներով, թե սթրիմից դուրս բոմբ ժամանակ։ Սպասելու եմ բոլորիդ, միացեք մեր Angry Fam-ին։ Всё, անցանք մեր քշելուն, մի հատ լզգանք էս մեքենան։ Սենց ասեմ, նա ես հայլու վրա տենում ես այս երանկյունիները։ Չէ, իմ մոտով չի։ Հա, Հետի Էդի կոնկրետ քեզ գուշացնող բանն է, էլի նայ, խոսքի կողով որ հիմա մեքենա ասնի։ Մոտիկա գալի, հա, հենց մոտիկա։ Ինքը էդի լույսը վառում է, էդի ոնց որ Mercedes բան է, էլի։ Mercedes-ների վրա եմ հիմնականում այդ տեսե։ Շոկ մեկ ինչքան գնում է, ախպեր ավտոները ժողովուրդն են սարքում, որ կոմաց։ Ոյ, օրս սարև։ Դունգեր օրս։ Ախպեր, բանա, ժողովուրդ անկեղծ ասեմ, ինքը դեմից շատ դանդաղ փոկվավ, օրա բայց որ տուրբոն բացեց, այդ ի զգացի ես։ Օրս սարև զենել ունի դու։ Այդ զգացի, սպասի։ Սպասի։ Ռեմենքցի, որովհետև էսի սպորտ տարբերակով համբերի ախպերես։ X6-ով ենք ընկեր, signal me too։ Կավա ջեքի ինչի մի հատ։ Նայ, ինքը ստեունի սպորտը։ Հա, այսի որ հիմա սպորտ։ Լույսերը վառվավ, նայ, փոխեց լրիվ։ Էսի դառնում է մի հատ բան կա, վիդեո կա, որ աչքերը ասենց բանանում է, զարթնում լրիվ, որովհետեւ Նայ, դաժե բանի վրա, շիթոկ պրիբորի վրա Էմիլ բանը միացավ, զնաչոկը բերեց ջոգիր, ինքը արդեն սպորտ ռեժիմն է, հեսա մատ կզգանք հələ։ Որը вообще չի խեղճանում ընկեր, արա։ Ախպեր, բայց իրա տուրբոն, անկեղծ եմ ասում, արա ուրիշ աշխարհ ախպեր։ Այս ավտոյի տուրբոն զգալը, ինքը գիտես ոնց է, գազ է տալի 2000 оборот հետո, 2 թե 3000 оборот հետո նոր տուրբոն ոնց որ միանում է։ Ու ֆսոցը գալիս է, հա, մեկ էլ բան է ինքը։ Աստղային, հա, աստղիրա։ Չէ, ինքը պանորամա է։ Ապես ինչ որ մի հատ բան կա, էսի, հա։ Շուշից է, էլի։ Էս ինչ է, հələ սախմի։ Պանամարա, ճիշտ։ Պանորամա։ Պանորամա, դա ինչ։ Արա ինչ էր անում։ Պանորամա ասել, էլի։ Այո։ Նայ։ Որա ջան, այլ սենց արա լույս են գնա, ախպեր օպերատորին էլ հեշտ կլինի, չէ՞։ Շուշից է, էլի լրիվ։ Նեմա դզգանք էլի մի հատ էս ավտոն։ Վերջը մենք էլ ենք X6 ուզում։ Դա շատ լավն է, ինքը բայց ռուլի վրա ինչքան բան կա, ինքը։ Լիպիստոկներն է իր, այդ արագություն։ Սկորուստ բան Հա, փոխելու։ էլի դա ամեն ինչ կա։ Նայ ձենը փոխվել է։ Հա։ Բայց հեսա մի հատ դուրս գանք ճանապարհ, նոր մի հատ զգանք էլի էս ավտոն։ Շատ լավն է, ինքը։ Արա իմիջ այլոց բեսան փափուկ ախպեր։ Հա, բա որ Ահա որ փափուկ ախպեր։ Այն որ ասում են BMW-ն չորա, չեմ հավատում։ Իմ արև էս ավտոն, արա իմ ավտոյից փափուկ ախպեր։ Կստացի ժողովուրդ ես կողից մի հատ բան եմ լսել ու ինձ թվում է դա բոլոր Mercedes-ի ու ոչ միայն Mercedes-ի վարորդները կփաստեն, որ հիմա բոլորը գովում են BMW-ի։ Ոյ, օրը սարև։ Ապա կամած քշելի կյանք, օրը Չէ, ախպեր, իրոք վերջն է։ Օրը լավն է։ Նայեք, հակապատկերն են։ Այս Mercedes-ի Mercedes ու էսի։ Ջոմս էնի Mercedes-ա ջպոտ, էսի BMW-ա ջպոտ։ Էնի էսի հելելը նոր է էնի հելը։ Էնի ավելի թաց են, հա։ Ախպեր թազեն չեմ ասում, ուզում եմ ասեմ, այս ավտոն ստեղծել են X6-ը։ Էն էլ տենց տեսե, կոպի արել ասի, հասկացա։ Իմիջալս Mercedes-ի միակ մոդելը է Yashik-ն է, որ BMW-ն չի ստեղծել։ Այ ավելի ճիշտ չի ուզեն նմանվի երևի, էլի։ Նայ իմիջալս պրոյեկցիա ունի։ Պաբրեզի վրա երևում է։ Պաբրեզի վրա։ Հա, նու կարող է օպերատորը կարող է ֆիքսի այդ պահը։ Պաբրեզի վրա տենում ես ինքը արագություն բան, սա ցույց է տալի, էլի։ Օրոլով ընկեր, օրը սարև։ Վերջն ախպեր։ Իմ մոտ գիտեք ինչ սովորություն է, ժողովուրդ լուբո մարդու մոտ չնայած այդ ռեակցիա հենց ջոգում ես կողմի տարագակշում ավտոմատ տորմուզ ես տալի, բայց դա տորմուզ չկա։ Օրա ես պատկերացնում եմ ախպեր, բա որ էսի խոսքի մի 500 դիաուժ լինի, ինչ աշուշեն ես ունենալու դու ռուլին ջոգիր։ Ինքը Իսկ նա չես ունենա։ Հավշ։ Չես ասենի։ լուրջ եմ ասում, մտ որ գազ ես տալի, ինքը տուրբոն միանում է, այդ ոնց որ թոքերը կա բերան այդ։ Գազտա մենի այնքան Դանդաղ այդում։ Օրոլով ողբեր օրո։ թռնում արա, դեմը դու բանա, սենց Հելնում է, չէ՞։ հանում է վերև։ Պրոստը տուրբո քշելուց ժողովուրդ պետքա թազա թիվ քշես, այսինքն ինքը մի քիչ մուխանա թա, տուրբոն շուտ է բարի եթում, էլի լուբոյ մեքենա, եթե դե նրանից է որ
Բենզինի որակից է նախ առաջինը։ Այդ ամեն ինչը գալի, խնդիրները առաջանում։ Երկրորդը դե յուղն է, արդեն ավտոին պետքա ճիշտ հետևես, որովհետև Հայաստանում խոսքի հիմնականում կառոպկի յուղ շատ ուշ են փոխում։ Մոտորի յուղ կարող է խոսքի մի 1000 կիլոմետր ավել քշեն նոր փոխեն։ Դրա համար խոսքի տենց խնդիրները առաջանում է տուրբոյի վրա։ Դրա համար այն որ տուրբո քշելուց պետքա քշես թազա թիվ։ Դեն որ դու պետք է իմանաս էլի այդ ավտոն քիչ են քշե ու ով ոնց է պահե դրանից է սաղ գալի էլի թե տուրբո շուտ վարի կեթա թե չէ։ Էսի տուրբոն է թե որն է։ Էսի տուրբոն է 385 ձիավոր ավտո պարկովկա ունի ջոգիր ինքը գծերով դու ոչ մի բան չես անում ինքը գծերով ավտոն կանգնացնում է սեմատետիկ Դուք չինական ավտո այլի գերմանականը սարքել են չինական չի կարա տես բան իրարը չինացիք են պլեճարի նեմեցը մնման նեմեց ուզում եմ նա ջոգեն ոնց կարանք պարկովկա անենք մենք Դե աշխատես դեղին զրթերից ենքով գնաս, որովհետև Հայաստանում ժողովուրդ հիմնական գծերը չի լում ճանաչել ման, որովհետև վատ է, էլի կավիճով են նկարը։ Հիմա այս ավտոն պարկով կա անելու։ Հա։ Հələ բայց կամերան մի հատ ֆիքսեք էլի։ Կամերան նայ։ Ինքը 360 աստիճան կամերա ունի։ Ինքը նաև բացի այդ 3D կամերա ունի, այսինքն նայ, ստե ֆիքսի, ստե սխմում է ստե, ինքը ռուլի հետ նայ։ Նայ կամերան ինչ ձև է ինքը։ Ճոգում ես, սաղ կողմերը ֆիքսում է։ Ուստի արդեն դնում ես գրիշից, այս կողքերին ինչն է։ Էսի կողքերն է։ Նայ կողքերը խոսքի։ Ճոգիր։ Էս մյուս կողմը։ Ոնց որ գտա 5 էլ նի մարև, լստեմ։ Նայ եղբայր։ Լստա ոնց որ խաղի մեջի բան լինի։ Վերջն է։ Իսկի, էլ ինչ ես ուզում խոսքես ավտոից լավ։ Մնում է բանը ախպեր, տենց առավոտ խոսքի մի հատ քնից է հանի, ասի արի նստի կողս, իջտեմ խոսքի քեզ գործի ջոգի։ Էդ է հա, start parking։ Հենց, դե գնաց։ Որ ավտոմատ է անելու հիմա։ Հա, դուրը բաց է ոնց որ հետևի աճ։ Հիմա տենանք ինքը, նայ։ Հորա բանը միացրեց, եկել, նայ, ավարյոնքեն միացրել, հա, չէ, բան թարթի չալ ճիշտ։ Պրոստը հետևս ավտոյ է, եկե հենց այս բանին պետք է գայ ստե կային էիր դու։ Ի Հետևս տրուբա չկա, չէ։ Չէ, նա այլև տնում է։ Այ բանով։ Նայ, ոչ մի բան չեմ անում։ Ահա, ուստի է ինքն ընտրե ջոգում ես։ Հորա նայ, օրս արև առաջի անգամ ժողովուրդ։ Ես էլ եմ տենում, որ ավտոն իրան պարկ բան անում, parking անում։ Հորա տոշնել կայնելու, հա, չեմ հավատում ես ընկեր։ Նայ, ոչ մի բան չեմ անում ես։ Я не верю. Я первый раз вижу такое. Չէ, всё։ Նայ, ռուլն է դզում։ Դզի պետք է, հա, այս առաջ պետք է գնա։ Օրս արև ջոգում ես, ինչ կայֆ է։ Պես ռուկ եմ քշում ախպեր։ Որոշ ուժեղը կայնա ֆրեստը։ Նայ։ Ինձ լավ է պարկովկա անում։ Հորս արև իդեալական կայնավ։ Հորս արև։ Նայ։ Այսքան բան։ Լավն էր։ Հիմա իջնում ենք մի հատ նայենք տենանք ինքը ոնց է պարկով կարը։ Նայ, գցեց parking, ռուշնոնե քաշեց։ Մնաց մեզ մի հատ հանգցնենք ավտոն։ Խաղը Մարդ ախպեր։ Հելստե նայեք ոնց է կայնը։ Ինքը տոշնի կայնել է իդեալական։ Բայց չի կան գիծը։ Չէ, ախպեր, դա գծել են ստե, պրոստը էսի երկրորդ ավտոյի համար է։ Դե որ ասում եմ ավտո բանը կավիճով են Հայաստանում գծում, գիտեք սխալ եմ ասում։ Չէ, ուժեղ կայնացրեք, կայնացրեց ախպեր, մալադեց։ Շո հիմա նայում ենք ավտոն դրսից ոնց է թափ հավաքելու ժողովուրդ։ Չգիտեմ, ձենը լսեցիք ժողովուրդ, այդ ֆսֆսոցը։ Ինքը ոչ թե ջոգիկ, ոչ թե դրսնում է ավտոն, ձեն չի գալ, ֆսում է, որ դա տուրբոյի ձենից է, էլի երևի որ այսինքն ոնց բանը լինի։ Ինքը ֆսում է մի խոսքով են այդ գալիս։ Օրոնոյ գազոնոյ կա։ Անդես ավտոն մի քիչ թույլցրեց արագությունը։ Բայց Օսկեր չունամ ինքը։ Նա դա ինձ առեք էլի սա Ժորժն ինչ կլինի որ։ Խեք ժլատություն անում, մի հատ որ ինձ սրանից առնեք ինչ կլինի։ Արի։ Ու լավ էլ եկար, մալադից։ Չէ, հրաշքա։ Հապա ասում ֆսում է ավտոն, ոչ թե դրսնում է։ Էդի տուրբոյի ձենն է, այդ ֆսոցը։ Այսինքն ձենը դա տուրբոյի ձենն է։ Այդ ավելի լավն է, չեմ դրոց բռոց։ Դե հələ պատկերացրա ինքը որ իր վիխլապները ուրիշ լներ, ինքը այդ ֆսոցի ժամանակ մի հատ էլ հետևից գմփստում է ինքը ջոգի։ Հա, ոչ շուտ լավն անգե։ Ինչքան կծախես բրատս էս ավտոն։ Չի վաճառվում։ Չի վաճառ։ Ստել բախտես չբերեց։ Դե ինչ ժողովուրդ ջան, մեր վիդեոն այսքանն էր։ Մեկ կխնդրեի բոլորով էս վիդեոյի տակ մի հատ լայքերը դնում եք, բաժանորդագրվում եք ալիքին,
ու սպասեք հետագա ավելի բոմբ վիդեոների, էդի համ ես եմ ձեզ խոսք տալի, համ էլ այս անձնավորությունը։ Այո։ Մի խոսքով, հաջողություն ձեզ։